Խաղում ենք անհարմար հարցեր Ռոզայի հետ։ Գնացի։ Եղել է զգեստ, որ մտածել եք երբեք չեն վարձի, բայց հետո հակառակն է ստացվել ու շատ են վարձակալել։ Եղել է ու հենց հիմա մտաբերեցի մեր բեսթսելերներից մեկը, այստեղ ցույց կտաս թե որ զգեստն է, որ ամենաշատն է վարձակալել, չնայած նման արձագանքի չէինք սպասում։ Եթե հաճախորդը խնդրում է զգեստը մի քիչ փոքրացնել, բայց փոքրացնելն իրականում ռիսկային է, համաձայնում եք թե ամեն դեպքում մերժում եք ռիսկի չդիմելով։ Հիմնականում համաձայնվում ենք։ Եթե հաճախորդը շատ գեղեցիկ է, բայց զգեստը իրեն չի սազում, ասում եք ճիշտ է առաջարկելով նոր զգեստ, թե թողնում եք ընտրություն կատարի, թեկուզ սխալ։ Միշտ ավելի համապատասխանը առաջարկում ենք, բայց վերջնական ընտրությունը թողնում ենք հաճախորդին։ Եղել է հաճախորդ, որին այլևս չէիք ուզենա սպասարկել։ Այս պահին կոնկրետ որևէ մեկին չեմ մտաբերում, բայց կարծում եմ բոլոր ոլորտներում էլ նման հաճախորդներ լինում են։ Լավ։ Եթե հաճախորդը ուզում է զգեստ, որը արդեն ամրագրված է, փորձում եք լուծում գտնել, տարբերակ առաջարկել, թե հստակ մերժում եք։ Չէ, իհարկե նմանատիպ զգեստներ փորձում ենք առաջարկել, բայց այսպիսի կարծիք կա, որը ոչ երբեմն համապատասխանում է իրականությանը, եթե հաճախորդը եկել է հստակ այդ զգեստի համար եւ այլ տարբերակներ չի դիտարկում, չի էլ ընտրում որևէ մեկը դրանից բացի։ Եթե մուլիթում լիներ միայն մեկ ոչ, որ հարցի համար կլիներ։ Ոչ, հիմնականում շատ ենք ասում բոլոր այն դեպքերում, երբ որ արդեն զգեստն ամրագրված է տվյալ օրվա համար, բայց այլ հաճախորդներ ցանկանում են եւ առաջարկում են ավել գումար, որպեսզի տրամադրենք իրենց եւ ոչ թե այն հաճախորդին, ով որ նախապես ամրագրել էր։ Այս հարցը քննարկման ենթակա չէ եւ բոլոր դեպքերում ասում ենք ոչ։ Դրա համար կատարեք ամրագրումները նախապես։ Դե ինչ հետևեք մեզ, եթե հավանեցիք հոլովակը։